Արագածոտ TV եթերում լուրեր լրատվականն է, ձեզ հետ Լիլիթ Համբարձումյանն է, Հայաստանի Հանրապետության, կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի հեռավոր Արագածավան բնակավայրում կառուցվել է թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքը և հանձնել է շահագործման։ Ստացումը մեծ տոն է թե աշակերտների և ուսուցիչների, թե գյուղի բնակիչների համար։ Դպրոցի կառուցման և կահավորման համար կառավարությունը հատկացրել է 2.5 միլիարդ դրամ։ Նորակառույց դպրոցը հագեցած է ժամանակակից պայմաններով, այն ունի փակ և բարդ մարզադահլիճներ, հանդիսությունների ընդարձակ սրահ, ամֆիթատրոն, լուսավոր դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, գրադարան և ընթերցասրահ, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Կրթական պայմանների բարելավման շնորհիվ ակնկալվում է, որ նորաբաց դպրոցը նոր ուսումնական տարում կունենա 500-ից ավելի աշակերտներ։ Հավելենք նաև, որ Արագածավանում նույն ծրագրի շրջանակում կառուցվում է ևս մեկ դպրոց, որը շահագործման կհանձնվի առաջիկայում։ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է Օլիմպիադայի 25 հաղթողներին։ Արագածոտնի մարզի հաղթողների Սիլվա Մովսիսյանը աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է, իսկ Էլեն Թորոսյանը Ներսես աշտարակցու անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի։ Նշենք, որ Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանների սովորողների համար։ Այն նպատակ ունի խթանել ընթերցանությունը, մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունը և կարդալու տեխնիկան։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադայի մասնակցելու համար, ընդգծելով, որ դա նշանակում է նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը։ Թալինի երաժշտական դպրոցի դհոլաների համույթը դպրոցի 65-ամյակի շրջանակներում Վրաստանի Հանրապետությունում մասնակցել է Global International Art Press փառատոնին։ Համույթը վերադարձել է ոսկյա գավաթով, դասատու Հենրիկ Մխիթարյան։ Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները մասնակցել են Level Up Cup առաջնությանը և գրանցել գոհացուցիչ արդյունքներ, պատվով ներկայացնելով իրենց կրթօջախը։ Արդյունքները հետևյալն են՝ Մոնիկա Պողոսյան, առաջին կարգի 2 մրցանակ, Մարիա Ղազարյան, առաջին կարգի 2 մրցանակ, Ադրիանա Աղաբեկյան, առաջին կարգի 2 մրցանակ, Անի Ալոյան, առաջին և 3-րդ կարգի մրցանակներ, Բելլա Մխիթարյան, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ, Դիանա Հարությունյան, 2-րդ և 4-րդ կարգի մրցանակներ, Արիաննա Մինասյան, 3-րդ կարգի 2 մրցանակ, Պարուսույց Անդրանիկ Ծատուրյան։ Նարեկացի արվեստի միությունում ավագ շաբաթվա խորհրդով միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հայկական մանրանկարչության ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Հայկական մանրանկարչության ստուդիան հիմնվել է 2021 թվականին Աննա Մարգարյանի կողմից։ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համադրող արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում նշեց, որ նման ցուցադրությունները կենդանի են պահում մեր լավագույն ավանդույթները։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 3-ը։ Հայ վիրտուզներ ծրագրի կրթաթոշակառու պատանի կլարնետահար Աշոտ Ամիրբեկյանը մասնակցել է միջազգային հեղինակավոր Ռենդեզվուա Փարիզ մրցույթին և դարձել է 2-րդ կարգի մրցանակակիր։ Նշենք, որ Աշոտ Ամիրբեկյանը սովորում է Վանաձորի արվեստի պետական քոլեջում, ուսուցիչ Էդուարդ Առաքելյան։ Սպորտային նորություններից Ապարան համայնքի Արագած վարչական տարածքում տեղի ունեցան Ապարան համայնքի վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։ Կիսաեզրափակիչ զույգերը Արագած Ամուր, Արագած 1, Եղիպատրոջ մարզադպրոց, եզրափակիչ դուրս եկան Եղիպատրոջ և Արագած 1 թիմերը, որտեղ համար պայքարի արդյունքում հաղթեց Եղիպատրոջ թիմը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերից բացի պարգևատրվեցին նաև Արագած թիվ 1 և թիվ 2 դպրոցների աղջիկների թիմերը, որոնք առաջին անգամ էին մասնակցում առաջնությանը։ Եզրափակիչ տեղեր. առաջին տեղ Եղիպատրոջ, երկրորդ տեղ Արագած 1, երրորդ տեղ Արագած Ամուր։ 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել է Աշտարակի մարզադպրոցի սան Խաչիկ Խաչատրյանը։ 110 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ պատվավոր տեղը մարզիչ Ահարոն Մխիթարյան։ Մարտի 25-ին Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցում տեղի ունեցավ 2009-2011 թվականների ծնված պատանիների ծանրամարտի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները և զբաղեցրեցին մրցանակային տեղեր։ Արամայես Ղազարյան 3-րդ պատվավոր տեղ, Դերեն Անդրեասյան 3-րդ պատվավոր տեղ։ Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մարիամ Ադամյանը մասնակցել է Վանաձորում կայացած 2009-2011 թվականներին ծնված աղջիկների ծանրամարտի բաց առաջնությանը։ 90 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։ Այսքանը մեր լրատվությունը սպառվեց։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի օր։ Ցտեսություն։